Պետրոս առաքյալը մահացել է Հռոմում Ներոն կայսեր կողմից քրիստոնյաների հալածանքների շրջանում մեր թվարկության 64 թվականին, երբ որ նրան ցանկանում էին խաչել, Պետրոս առաքյալը իրեն արժանի չհամարեց Տիրոջ մահով մեռնելը եւ խնդրեց, որպեսզի իրեն խաչեն գլխի վայր։ Ըստ եկեղեցական ավանդության Պետրոս առաքյալի նահատակության վայրում կառուցվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը։ Անդրեաս Պետրոս առաքյալի եղբայրը Անդրեասը նահատակվել է մեր թվարկության 60 թվականին Հունաստանում, երբ որ նրան ցանկանում էին խաչել, իր եղբոր պես հրաժարվում է Տիրոջ մահով մեռնելուց եւ խնդրում է, որպեսզի իրեն խաչեն իքսաձև խաչի վրա։ Համաձայն եկեղեցու ավանդության Անդրեաս առաքյալը օրերով կախված լինելով իր խաչից շարունակել է քարոզել Տիրոջ ավետարանը։ Զեբեդեոսի որդի Հակոբոս Հովանեսի եղբայր Հակոբոսը առաջին նահատակված առաքյալն է, որի մահվան մասին Գործք առաքելոց գրքի 12-րդ գլխի առաջին համարից մինչև 2-րդ համարը կարդում ենք. Այդ ժամանակներում Հերովդես թագավորը եկեղեցուց ոմանց չարչարելու գործին ձեռնամուխ եղավ եւ Հովանեսի եղբորը Հակոբոսին սրով սպանեց։ Դե իսկ եկեղեցական ավանդությունից արդեն առավել մանրամասն իմանում ենք, որ Զեբեդեոսի որդի Հակոբոսը նահատակվել է գլխատվելով մեր թվարկության 44 թվականին Երուսաղեմում Հերովդես թագավորի հրամանով։ Հովանես Քրիստոսի միակ առաքյալն է, որը որ մահացել է իր սեփական ծերունական մահով, բայց մինչ այդ հեթանոսները նրան փորձել էին սպանել։ Հռոմում Դոմիտիանոս կայսեր օրոք նրան ձերբակալում են եւ փորձում են սպանել յուղի մեջ եռացնելով, բայց Հովանես առաքյալը հրաշքով ողջ է մնում եւ համաձայն եկեղեցական ավանդության մահանում է Եփեսոսում մեր թվարկության 100 թվականին։ Փիլիպոս առաքյալը նահատակվել է մեր թվարկության շուրջ 80 թվականին Հիերապոլիս քաղաքում։ Առաքյալը մահացել է խաչելությունից կամ էլ երկար ժամանակ գլխիվայր կախված մնալուց։ Նրա մահվանից հետո նրա մասունքները թաղվել են Հիերապոլիսում եւ նրա նահատակության վայրում հետագայում կառուցվել է եկեղեցի։ Բարդուղիմեոս Հայոց առաջին լուսավորիչ երկու առաքյալներից մեկը Բարդուղիմեոս առաքյալը նահատակվել է Հայաստանում առաջին դարում։ Համաձայն ավանդության հեթանոսները Հայաստանում բռնում են առաքյալին, սկզբից մաշկազերծ են անում, իսկ վերջում գլխատում են։ Թովմաս առաքյալը իր քարոզչության ընթացքում հասնում է մինչև Հնդկաստան։ Մեր թվարկության 72 թվականին Թովմաս առաքյալը սպանվում է Հնդկաստանում նիզակով խոցվելու հետևանքով։ Մատթեոս առաքյալը իր քարոզչության արդյունքում հասնելով մինչև Եթովպիա սպանվում է սրով պատարագի ժամանակ Խորանի վրա աղոթելիս, քանի որ հանդիմանել էր Եթովպիայի թագավորին իր մեղքերի համար։ Մատթեոս առաքյալի մահը թվագրվում է մեր թվարկության շուրջ 60-ից 70-ական թվականներն ընկած ժամանակահատվածում։ Ալփեոսի որդի Հակոբոսը նահատակվում է մեր թվարկության 62 թվականին Երուսաղեմում։ Հրեաները սկզբից նրան ցած են նետում տաճարից, իսկ հետո քարկոծելով եւ ծեծելով սպանում։ Թադեոս Հայոց երկու լուսավորիչ առաքյալներից առաջինը, որը որ հասել է Հայաստան, Սուրբ Թադեոս առաքյալը նահատակվում է մեր թվարկության 66 թվականին Հայոց Սանատրուկ թագավորի հրամանով։ Սիմոն Կանանացի Սիմոնը, որին որ նաև կոչում էին նախանձահույս, քարոզելով Պարսկաստանում նահատակվում է մեր թվարկության շուրջ 60-ական թվականներին։ Ավանդության համաձայն Սիմոն Կանանացին նահատակվել է սղոցվելով։ Հուդա Իսկարիովտացի Քրիստոսին մատնած առաքյալի մահվան մասին Նոր Կտակարանում կարդում ենք Մատթեոսի ավետարան 27-րդ գլուխ։ Այն ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ նա դատապարտվեց, զղջաց եւ արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետներին ու ժողովրդի ծերերին, ասելով. «Մեղանչեցի, որովհետև մի արդարի մահվան մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դու գիտես»։ Հուդան արծաթ դրամները նետեց տաճարի մեջ եւ հեռացավ, ապա գնաց եւ իրեն կախեց։ Գործք առաքելոց գրքում տեսնում ենք, որ Հուդային փոխարինելու է գալիս Մատաթյան, որն էլ որ իր հերթին նահատակվում է Հրեաստանում քարկոծվելով եւ գլխատվելով։ Դե իսկ 13-րդ առաքյալը, հեթանոսած առաքյալը, Պողոս առաքյալը նահատակվում է գլխատվելով Հռոմում Ներոն կայսեր օրոք քրիստոնյաների հալածանքների ժամանակաշրջանում մեր թվարկության 64-ից 67 թվականներն ընկած ժամանակաշրջանում։